Այսօր ես գնել եմ ամենայժան կոմբոները KFC-ից, Burger King-ից եւ Pit Stop-ից։ Որը կլինի ամենալավը, կտեսնենք վիդեոյում։ Գնացինք։ Cheeseburger-ն է, մեր սիրելին, որը շատ եմ սիրում։ 4-10-ից լղկիկ էր, պրям բոմբա, ես հասկանում եք, էլի պրոտեին, նրանելու դիշ։ Այսօր ես կփորձեմ 3 բուրգերով կոմբո եւ կընտրեմ որն է ամենալավը։ Որպեսզի մենք ընտրենք ամենալավ կոմբոն, մենք ունենք 4 չափանիշ՝ համ, հագեցողություն, քանակություն, ֆրին։ Նաև նայեք ամենավերջ, որտեղ մենք հաշվելու ենք միջինը ու ասենք որն է ամենալավը։ Եկեք փորձենք, կսկսենք ինչպես միշտ որտեղից որ սկսում են, էդի cheeseburger-ն է, մեր սիրելի։ Այսպիսի տեսք ունի մեր cheeseburger-ը, եկեք կտրենք մի հատ նայենք մեջտեղից։ Այսպիսի տեսք ունի, տեսնում ենք մեջը վարունգ, հավի միս, սոուս, բանջարեղեն ու պանիր։ Եկեք մի հատ կծենք, փորձենք։ Իսկ հիմա բոլոր փորձել եք cheeseburger, սովորական cheeseburger-ը, ես իհարկե այդքան շատ չեմ սիրում cheeseburger, որտեղ ինձ դե սոուսը դուր չի գալի։ Այդտեղ գարչիցը, կետչուպ, թթուվարուն, որը շատ եմ սիրում, ու հավի միս։ Իմ համար մի քիչ չոր է բուրգերը ստացվում, որտեղ սոուսը մենակ վերևի մասն է ու սոուսն էլ է քիչ։ Ես բուրգերին կդնեմ 6-10-ից։ Բուրգերի համը հասկացանք, բայց որpիսի մենք ընդհանուր այս կոմբոյի համի արդյունքը գրենք, պետք է փորձենք նաև ֆրին ու բայցերը։ Ես բայցերը չեմ դրել չափանիշների մեջ, որտեղ մենակ KFC-ում կար բայց, էդի մեծ պլյուսը ու սոուս։ Եկեք փորձենք առաջինը ֆրին։ Ֆրին արդեն ունի իր չափանիշը, ես ֆրին կդնեի 4-10-ից, իմ դուրը շատ չկավ, շատ ոնց որ լղկիկ էր ու այդքան լավը չէր։ Եկեք հիմա անցնենք բայցերին։ Բայցերը պրям բոմբա, ես բայցը շատ եմ սիրում։ Դե հասկանում եք, էլի պրոտեին։ Բայցեն ես կդեմ 9-10-ից, բուրգերին դրեցի 6-10-ից, իսկ ֆրին 3-10-ից, համը ես ինչպես ասացի, դնում եմ 7-10-ից, հագեցողություն, այսքանը որ ուտես, ինձ թվում է այսքան ֆրիով ու բայցերով, սոուսով, բուրգերով, լավ կհագենաս, ինձ թվում է 8-10-ից հագեցողությունը։ Քանակությունը իսկական շատ է, ստեղ մոտավորապես 7-ից 10 հատ բայց կա, լավ լիքը ֆրի, ու բուրգերն է տենց, միջին, փոքր չափի, ինձ թվում է լավ է, ես կդնեմ 7-10-ից։ Կստացի KFC միակն է, որ հետը սոկ չէր դնում այդ կոմբոյի մեջ։ Հիմա եկեք անցնենք Burger King-ին, գնացինք։ Burger King-ի կոմբոյում կա այսպիսի mini Whopper, այսպիսի mini Whopper, free եւ կոլա, այստեղ 0.5 սովորական կոլա։ Այստեղ բուրգերն ես շատ եմ սիրում, իրանք շատ համով տեսք ունեն, եկեք մի հատ կտրենք։ Այսպիսի տեսք ունին ու պրям ահա որ շատ է սոուսը, չի եմ էդի լավ կլինի թե ոչ, եկեք փորձենք։ Ոտը շատ լավն է։ Բուրգերին ես կդնեմ 8-10-ից, համով էր, սոուսը շատ էր, որը իրական բուրգերներին պետք է, որտեղ իրանք շատ չոր են դառնում։ Միսը համեղ էր, դաժե սոխը, որ կա մեջը, ինչ որ ես չեմ սիրում, իրականում ոչ մի բան չի փոխում, մեկը շատ համեղ է ստացվում։ Հիմա անցնենք ֆրիին, ստեղ սոուս չկա, պրոստը սենց ուտում ենք։ Եկեք ինձ ստեղ հենց ֆրին շատ համով է, ինքը ոնց որ խրխրթան է, բայց առանց սոուս պրոստը անհնար է ուտել, ահա որ չոր է, աղը մինիմալ է, այսինքն չորության համար ես 4-10-ից կդնեմ հենց ֆրիին, ընդհանուր համը կդնեմ 6-10-ից, իրականում ինձ այդքան դուր չկա, բուրգերը համով էր, ֆրին այդքան էլ չեմ, սոուսը քիչ է, քանակությունը 5-10-ից քիչ է, հագեցողությունը քիչ է, որտեղ ստեղ ընդհանրապես ֆրի է ու մի հատ փուչուր բուրգեր։ Եկեք անցնենք Pit Stop-ին եւ կեթանք ուժը ռեզուլտատներ անելու դիշ։ Սա ամենաեժանն էր մեր կոմբոներից 1500 դրամ։ Այս բուրգերը ու պրям ռազմալի վայեց, հա։ Այսպիսի տեսք ունի, մեջը հավը, ֆրի, պամիդոր, սոուս, վարունգ։ Եկեք մի հատ փորձենք։ Բուրգերը համեղ էր, մի քիչ դառնություն զգացի, չգիտեմ ինչից, հա։ Եկեք սենց ասեմ, cheeseburger-ը ցամով էր, Burger King-ի Whopper-ը լավը չէր, այսինքն 7-10-ից կդնեմ բուրգերին վատը չէր, կարող եք փորձել, այդ գնի համար ոչ իդեալական էր։ Հիմա եկեք փորձենք ֆրին։ Ինձ ֆրին вообще դուր չի գալի։ Ֆրին կդնեմ 3-10-ից, ոնց որ KFC-ին, ստե ոնց որ կարտոն ուտես, չգիտեմ, bez նեգատիվը, համը ես կդնեմ 6-10-ից, որտեղ ֆրին շատ վատն է,
Բուրգերը, такой, նորմալ։ Հագեցողությունը ստե այս բուրգերը պրոստ դու ուտում ես ու էլ չես կարող քայլես։ Եկեք 8-10-ից ու քանակությունը, ֆրին, նորմալ է, նորմալ քանակությունը, կոլան փուճուրա եւ բուրգերը լավ մեծ է։ Քանակությունը ես գտեմ 7-10-ից, ասեմ ձեզ ընդհանուր համամբ ինչ չափանիշներով ով հաղթեց, ով է հաղթում այսօրվա մեր բիտվայում։ Դավայց։ Փորձեցինք բոլոր կոմբոները եւ հիմա հայտարարում ենք հաղթողին 3 կոմբո KFC, Burger King եւ Pit Stop հաղթում է KFC-ին։ Եթե ինչ հաշվել ենք բոլոր բալերը սումիրոյց անելով, այսինքն ֆրին, համը, քանակությունը եւ հագեցողությունը գումարելով իրար, ֆրին ուներ 25 աչոք 40-ից, Pit Stop-ը երկրորդ տեղում էր 24 աչոք 40-ից, Burger King-ը ամենակիչը 20 աչոք 40-ից։ KFC-ին բեսկոնեչնի ռեսպեկտ ենք տալի, Pit Stop-ին ծափահարում ենք, իսկ Burger King-ին պրոստը տշում ենք կետումա, որտեղ տենց բան չկա, որտեղ ինքը ամենաթանկն էր ու ամենավատն էր։ Ձեզ ամենալավ բանը, չմոռացեք լայք եւ բաժանել, пока-пока, пока-пока։